M-Stage-ն է եթերում։ Այս պահին ուզում եմ անդրադառնալ մի իրադարձության, որն արդեն կայացել է։ Օգոստոսի 8-ին Staples կենտրոնում LA Sparks և Atlanta Dream բասկետբոլային հանդիպման ընդմիջման ընթացքում ցնցող ելույթ ունեցան Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ պարային ակադեմիայի սաները, ովքեր բազմահազար հանդիսատեսի առջև անթերի կատարեցին հայկական պարարվեստի ամենահռչակավոր Բերդ պարը։ Պատասխանատու և չափազանց տպավորիչ այս ելույթի տեսագրությունն առաջի անգամ ցուցադրելու պատիվը բաժին ընկավ հենց M-Stage-ին։ Այն ներկայացնելու համար էլ ընդամենը մի քանի վայրկյանից մեզ կմիանա Գևորգյան պարային ակադեմիայի ղեկավար պարուսույց Վարդան Գևորգյանը։ Բարեկամներ, ինչպես և խոստացա, այս պահին իմ կողքին է Լոս Անջելեսահայ ամենահեղինակավոր պարային ակադեմիաներից մեկի Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ պարային ակադեմիայի ղեկավար և պարուսույց Վարդան Գևորգյանը։ Ողջույն Վարդան, ինչպես եք։ Ողջույն, շնորհակալություն։ Տրամադրություն ինչպես միշտ հրաշալի։ Մենք այսօր հանդիպել ենք M-Stage-ի շրջանակներում հեռուստադիտողին ներկայացնելու մի շատ նշանակալի ելույթ ձեր ակադեմիայի կողմից, խոսքս օգոստոսի 8-ին տեղի ունեցած Staples կենտրոնի հրաշալի ելույթի մասին է։ Նախ շնորհակալություն ձեզ, Մերի ջան, այս ընձեռված հնարավորության համար, որ ես պետք է կարողանամ մեր հայրենակիցներին ներկայացնեմ ավելի պատշաճ ձևով մեր այդ ելույթը, որը տեղի ունեցավ օգոստոսի 8-ին։ Եվ ինչ կարող եմ ասել, այս ելույթը պայմանավորված էր անցյալ տարի նույնպես եղավ այսպիսի ելույթ, որովհետև ուրեմն Staples Center-ը ունի այսպիսի պրոգրամ, կարելի ասել, որ իրենց բասկետբոլի խաղերի ընդմիջմանը տեղի են ունենում տարբեր ազգերի ներկայացուցիչների ելույթը։ Եվ անցյալ տարի էլ մեզ հրավիրեցին եւ մենք բարեցինք հրաշալի մեր քոչարին եւ այս տարի էլ եղավ այդ հնարավորությունը, որ մեզ հրավիրեցին եւ մենք որոշեցինք, որ պետք է այս անգամ անպայման πάρենք մեր հրաշալի հայկական Բերդ պարը։ Ինչի Բերդ պարը, որովհետեւ Բերդ պարը կարծես մեր խորհրդանիշը լինի պարային աշխարհի եւ ինչու՞ չէ, նաեւ մշակութային ասպարեզում եւ բայց որը դժվար է։ Այսպես չես կարող որոշել եւ հանկարծ կարողանաս Բերդ պարով հանդես գալ։ Սա ոչ մեր տարեկան համերգն է, ոչ այսինքն սովորական մեր ելույթն է տարբեր, այլ Staples Center-ում, այսինքն օտար հանդիսատեսի, օտար աչքերի առջև դու ներկայացնում ես մի ամբողջ ազգի մշակույթ եւ այն էլ Բերդ պարը, որը կարծես խորհրդանիշ է դարձել պարային մեր աշխարհում։ Եվ մենք գնացինք այդ ռիսկին, կարելի ասել, որովհետեւ արդեն 5 ամիս առաջ մենք գիտեինք, որ պետք է ելույթ ունենայինք այդ օրը, եւ 5 ամիս մենք մտածում էինք, արդյոք արժի այդ ռիսկին գնալ, որովհետեւ գիտեք, մեր երեխաները, պարող երեխաները, չէ, այդ օրը մենք 100 երեխաներով ելույթ ունեցանք, բայց այդ երեխաները մեր հրաշալի հայ երեխաներն են։ Դա մի բան է, բայց մի բան է օտար հանդիսատեսին ներկայանալ պրոֆեսիոնալ կերպով եւ այն էլ Բերդ պարով։ Բերդ պարը, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, դա մի քիչ տեխնիկապես դժվարություն ունի, որովհետեւ պետք է իրար վրա կանգնեն տղաները։ Մի փոքր սայթակում եւ ելույթը տակալված է։ Եվ գիտեք, 20 տարվա հեղինակություն ունի մեր դպրոցը եւ ռիսկի դիմես եւ ամերիկյան հասարակության արչեւ Staples Center-ում այդ հրաշալի 20,000-անոց դահլիճի արչեւ դու կամ պիտի փառքով պատվով կարողանաս արդարացնես այդ քո պարարվեստի այդ հրաշքը, կամ պետք է ռիսկ չանես մոտենաս դրան։ Բայց ինչպես միշտ մենք մեզ հետ է այդ վստահությունը, որ մենք միշտ գնացել ենք ընթառաջ դրան եւ հաղթահարել ենք տարբեր դժվարություններ, ահագին լավ հրաշալի պատմություն կա մեր դպրոցի կողքին, այսինքն թե դալիճների, թե համերգների իմաստով եւ չհապաղեցինք եւ անպայման որոշեցինք, որ չէ, պիտի Բերդ պարը մենք կարողանանք հրամցնենք օտար հանդիսատեսին որպես հայ ազգի պարային մշակույթի տեսակ հենց այդ օրը եւ ընդամենը մեկ պարով, այսինքն ընդմիջմանը։ Բայց այնպեսի տպավորիչ պարով։ Այո, եւ ես խոսքս ինչի մասին է, ես երախտապարտ եմ մեր երեխաներին, գիտեք, ամառվա կեսին օգոստոսի 8-ին բոլորը ցվրված վիճակ է դպրոցը, այսինքն արձակուրդի մեջ հավաքել այդ ուժը, հավաքել այդ 100 հոգի հրաշալի երեխաների եւ այսպես ուժով հպարտությամբ կարողանաս քո ազգային այդ պարային հրաշալի ներկայանալ օտար հանդիսատեսին, դա կատակ չէ եւ մեզ հաջողվեց դա։ Նամանավանդ տղաների առումով, որովհետև որ ասում ենք Բերդ, մենք պատկերացնում ենք վերջապես տղաները պետք է կայացնեն այդ Բերդ պարը եւ
ես նորից եմ ասում, ես շնորհակալ եմ իմ երեխաներին, իմ երեխաների ծնողներին, որոնք իրենք իմ նեցու կանգնեցին մեզ, այսինքն կարողացանք հավաքել այդ հրաշալի վիճակը եւ ցույց տալ ամերիկյան հանդիսատեսին այդ հրաշալի դալիճում հայկական մշակույթը պարային տեսքով բերդ բարով։ Ես հիմա խոսում եմ եւ հիշում եմ, թե ինչ դժվար այդ ինչի շեշտեցի այդ 4 ամիսը, որովհետեւ միշտ մտածում ենք միգուցե փոխենք ուրիշ բարով, որովհետեւ դա իսկապես ռիսկ է, բերդ բարը։ Արդյոք սաները կիսում էին ձեր ոգևորվածությունը, թե նրանք սաներն ասում են, պարոն Վարդան, անհնար է, մենք պիտի բերդ բարը պարենք։ Այո, եւ իրենց խոսքի տերն եղան, մեր կողքին եղան, գիտեք, ինչքան էլ մենք ենք ուսուցիչները, մենք ենք հիմնադիրները, դա ուրիշ խնդիր է, բայց հաջողությունը կայանում է երեխաներով, այսինքն այդ գործոն ուժով, որը մենք այդ օրը տեսանք մեր բոլոր երեխաների եւ նամանավանդ տղաներով, որոնք հուսախապ չարեցին, ոչ թե միայն ինձ ու Սիրանուշին հուսախապ չարեցին, այլ հուսախապ չարեցին հայ պարարվեստը եւ հայկական բերդ բարը։ Եվ այդ օրը այնպեսի հրաշալի տեսարան էր Ստեփ Սենտրում, որ ես հուզված էի, այսինքն մենք կարողացանք, մենք փոքր ազգ ենք, այսինքն համեմատած մեծ ազգերի հետ, բայց այդ փոքր ազգով մենք կարողացանք այնպիսի մի մեծ մասսայական տեսարան ստեղծել ամենամեծ տարածությունում Ստեփ Սենտրում, այսինքն ամերիկյան, եւ ապարել այդ բերդ բարը ընդամենը մեր երեխաներով, այսպես իրենք բալետային մեծ արտիստներ չեն, մեր երեխաներն են, հայ երեխաներն են, այսինքն այսօր Սփյուռքի երիտասարդությունն է եւ այդ ուժով մենք կարողացանք մեր խոսքը ասել օտար հանդիսատեսին եւ ես հիմա խոսում եմ եւ ոգևորված եմ։ Գիտեք ինչի, որովհետեւ դա հենց այնպես չես կարող ունենալ։ Դա տարիների, դա մի ուրիշ աշխարհ է, որ կարող ես բերել եւ պայթացնել Ստեփ Սենտրում։ Եվ դա միայն մեր հաղթանակը չէ։ Դա ես միշտ ասում եմ, որ վերջապես Ստեփ Սենտրում հայկական բերդ բարը տոնեց իր հաղթանակը, որովհետեւ խնդիրը Ստեփ Սենտրը չէ, խնդիրը ինչու՞մն է, որովհետեւ ամերիկյան մարքեթը մեծ է, նամանավանդ շոու բիզնեսը, այսինքն հենց այնպես գալ մտնել Ստեփ Սենտր, բարել, այդպես չես կարող, պիտի հասունանա այդ ամեն քայլդ, հասունանա գա եւ մի օր այնպես լինի, որ կարողանաս անցյալ տարի Քոչարին պայթացրեցինք, այս տարի Բերդը։ Այդ ոգևորությունն է մեր մեջ տիրում եւ դա ասում եմ ոչ միայն մեր հաղթանակն է, ոչ միայն մեր դպրոցի հաջողությունն է, այլ դա մեր համայնքն է։ Այսինքն հայ համայնքը ինչով է զբաղված Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչի ենք մենք ընդունակ, որովհետեւ մենք միշտ ուրախանում ենք որևէ հայի հաջողությամբ։ Շախմատը հաղթեց, այս սպորտաձևը հաղթեց, այն արվեստը հաղթեց, միշտ ուրախանում ենք, որովհետեւ մենք քիչ ենք, բայց այդ մեր քիչ լինելը, բայց որակը շատ տարբեր հասկացողություն է։ Եվ սա էլ այդ օրերից մեկն է, որ մենք կարողացանք մեր ելույթով մի կաթիլ ավելացնել հայ ազգի հաջողությունների մեջ օտար երկրում արվեստի բնագավառում։ Այո, անկասկած շատ հիանալի ելույթ էր, առնական, գեղեցիկ։ Այ ուզում եմ հետաքրքրվել, թե ինչպիսի արձագանք տվեց դահլիճը, բազմահազար, ինչպես դուք նշեցիք, օտարազգի հասարակություն էր հավաքված եւ ինչ արձագանք տվեցին նրանք, ինչպես ընդունեցին այդ ելույթը։ Ինչ տպավորություններով էին նրանում։ Համեմատած անցած տարվա հետ այս անգամ ավելի բուռն էր, որովհետեւ չգիտեմ, այս տարի ավելի դահլիճը բազմա մարդեր եւ մեզանից առաջ ելույթ ունեցան բնիկ ամերիկացիներ։ Այսպես էլի, այսպես բնիկ ամերիկացիներ ելույթ ունեցան, այսինքն ուղղակի որպես կուլտուրա, հա, այսպես ելույթ ունեցան, այնտեղ ոչինչ չկար, ուղղակի ցես մտան ու դուրս եկան, ուղղակի իրանց այդ հագուստներով եւ այլն, ժողովուրդը ծափտվեց։ Ու դրանից հետո ներս մտան մի ամբողջ գեղեցիկ, այսինքն միահագուստ, կազմակերպված ու շատ կազմակերպված մի, այսինքն կոլեկտիվ։ Բոլորի համար դա զարմանալի էր, ովքեր են, այսինքն նայում են այդպես ծանոթ չեն այդ ազգին, այսինքն այդպես մի հանրահայտ ազգ իրանց համար աչքին չինացիներ չեն, կորեացիներ չեն, չգիտեմ, հա, բայց տեսնում են թե այս ինչ, այսինքն այդ ամբողջ տարածքը Ստեփ Սենտրի այդ քիչ էր, այսինքն այսպես կիսա արդեն շրջան էին կանգնած, այսինքն
բացի նրանից որ արդեն փակել էինք, նաև այսինքն եւ քանակի որակով եւ պարային որակով ժողովուրդը զարմացած էր։ Այսինքն ես զգացի իրենց ծափահարություններից, իրենց գոչումներից, կոպիտ ասած, այսինքն թե ինչքան իրանք ընդունեցին։ Գիտեք, իմ կարծիքով իրենք գնահատում էին երևույթը, աշխատանքը։ Միգուցե մարդիկ կային այդպես էլ չհասկացան ինչ խումբեր ելույթ ունենում կամ ինչ էր։ Բայց այն ուժը, այն այո, բայց իրանք տեսան այդ օրը մի երևույթ, որը իրանց համար անսովոր էր։ Իսկ որով կարծում եմ կհետաքրքրվեն նաև ապագայում։ Որովհետև այսպես տեղերում մարդկանց զարմացնելը շատ դժվար է։ Staples Center-ում այնպեսի հայտնի աստղեր են ժողովուրդը տեսել եւ գնացել իրենց համերներին, ինչպես եւ մենք, որ այսինքն այդպես մենք ես մի անգամ հիշում եմ այնտեղ համերգ են գնացել Մայքլ Բուբլեի համերգներ եւ ես երազում եմ ասում մի օր կարող եմ մեր պարախումբը այստեղ ելույթ ունենա, այսինքն այդ մթնոլորտը կարողանանք մենք վերցնենք եւ արի ուտես որ եւ անցյալ տարի եւ այս տարի դա մի ուրիշ ոգևորություն է տալիս։ Նամանավանդ մեր երեխաներին, նամանավանդ մեր երեխաների ծնողական կազմին բոլորը եկել նստել են եւ իրանց երեխաների ելույթը տեսնում են ոչ ուղակի մեր տարեկան համերներին, այլ մի հրաշք տարածության մեջ, որը հենց այնպես չես կարող մոտենալ այդտեղ։ Դրա համար ես ոգևորված եմ մեր երեխաների քրտնաջան աշխատանքով, որովհետեւ մենք ինչքան էլ մեզ պրոֆեսիոնալ զգանք, մեր գիտելիքները մեզ այսպես բարձր գնահատենք, ոչ մի գրամ արժեք չի ունենա իմ եւ Սիրանուշի, եթե չլինեն մեր այդ հրաշալի երեխաները, որոնց միջոցով մենք հայ պարարվեստը, հայոց հեյը, ուժը մենք կարողանում ենք դուրս հանել բեմ եւ այն էլ այդ մակարդակի հանդիսասրահ եւ ժողովրդին ասել, որ զգուշ խոսեք հայ մշակույթի մասին։ Հաջողություն եմ մաղթում ձեզ թե Սան Դիեգոյում, թե Սիրուշոյի մենահամերգին եւ թե ընդհանրապես ձեր բոլոր ապագա ելույթներին եւ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, որ դուք կաք ձեր եռանդի համար, ձեր ոգևորության համար, կարծում եմ, որ հայ մշակույթին եւ ընդհանրապես հայ ազգին ձերպես մարդիկ շատ են պետք։ Շնորհակալություն այս հաղորդման համար, Մերի ջան, որովհետեւ ես միշտ ուրախ եմ, երբ որ գիտեմ հրավիրված եմ ձեր մոտ։ Նմանապես, կարծում եմ բոլոր Լոս Անջելեսյան հաղորդավարների համար դուք սիրված եւ ցանկալի հյուր եք։ Այնպես որ եւս մեկ անգամ շատ շուտով կհանդիպենք մեր եթերում։ Դե իսկ հիմա սիրելի բարեկամներ, վերջապես դիտենք տեսանյութը օգոստոսի 8 Staples կենտրոն։ Վարդան եւ Սիրանուշ Գևորգյաններ Պարային ակադեմիա Բերդ։ Welcome to the court, the world famous international dance school with over 600 performers, the Vartan and Siranush Gevorkian Dance Academy.
Բեքստեյջը շարունակվում է։ Հիշեցնեմ, որ դիտեցինք օգոստոսի 8-ին Staples կենտրոնում LA Sparks եւ Atlanta Dream բասկետբոլային հանդիպման ընդմիջման ընթացքում Լոս Անջելեսի ամենաճանաչված Գևորգյան պարային ակադեմիայի սաների փայլուն ելույթը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, անսպառ եռանդու նորանոր հրաշալի ելույթներ մաղթելով։